Ըստ այդ նույն հետազոտության, որը մենք ներկայացրել ենք բարձր դատարանին, մեր հայրենակիցների 21%-ը լսելով այդ ձայնագրությունները չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի։ Ինչ ազդեցություն է հետևաբար այս ամենը ունեցել։ Մեղմ ասած բարձր դատարան էական։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ։ Ինչի համար։ Որն էր դրա հավելյալ արժեքը։ Որն էր դրա անհրաժեշտությունը։ Խնդիրը կանխարգելումն է միանշանակ ողջունելի գործողությունը։ Բայց բարձր դատարան, եթե դուք ժամանակ գտնեք եւ 1 րոպե տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, դուք կտեսնեք այդտեղ կանխարգելման մասին չի խոսքը։ Այնտեղ կա թիրախավորում, այնտեղ կա անհարկի ընդգծում, այնտեղ կա շեշտադրումներ, այնտեղ կա միջամտություն քաղաքական գործունեությանը։ Դա ինչ կապ ունի հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Մենք դատաքննության ընթացքում ունեցանք հարց ու պատասխան, որտեղ հնչում էր վարկած, թե եթե չնշվեին անունները կուսակցությունների, դա ճիշտ կլիներ, թե ոչ։ Եվ իբրև ընտրություններին մասնակցող այլ ուժերը, արդյոք դրա բացասական հետևանքները ստիպված չէին լինի կրել, որտեղ իբրև դա կարող էր վերաբերել նաև իրենց, այսինքն նման հնարավոր վարկած կարող էր լինել։ Այսինքն եթե ընտրական օրենսգիրքը դա արգելում է, մենք էլ ինչն ենք քննարկում։ ԿԸՀ նախագահի կողմից հասցեագրված գրությունը դրա մասին էր, որտեղ այո, ընտրական օրենսգիրքը դա արգելում է, բայց հակակոռուպցիոն կոմիտեն անտեսեց այդ գրությունը։ Բայց քանի որ նաև նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության դեֆիցիտ ունենք, բնական է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևողական չէր լինելու այդ հարցում։ Սա բնական է։ Բարձր դատարան այն հնարավոր խնդիրները, որոնք մենք ներկայացրեցինք, նույն ընտրական տեղամասերում մեր կողմից վարչական դատարան բողոքարկումների, նույն օրինակ ընտրական տեղամասերում արձանագրված խախտումների, դրանցից յուրաքանչյուրի և կումուլատիվ դիտարկելով հանրագումարային իրավիճակը ևս էական ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա։ Խնդրում եմ հաշվի առնել, մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50%-ից ավելի ձայն հանրության վստահության քվե չի ստացել։ Հետևաբար նույնիսկ թվով 10, թվով 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ։ Բարձր դատարան, ես իսկապես խնդրում եմ նաև, որ խորհրդակցական սենյակում, երբ քննության առարկա հանդիսանա այս ընտրության արդյունքներով վեճը, դուք դիտարկեք հնարավորությունը, որ իսկապես երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության իրացումը իր արդյունքի տեսքով չլինի փոշու հաշվին։ Ձայների փոշին չի, որ որոշում է, թե ով պետք է լինի իշխանություն։ Իդեպ այս դատաքննության ընթացքում հետաքրքիր հանգամանքներ նաև նկատվեցին, երբ անձինք, որոնք տարիներ ի վեր քննադատել են այս ընտրական օրենսգիրքը, որոնք հանդիսացել են այս ընտրական օրենսգրքի դեմ մարտիկներ, բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, հանդես էին գալիս այս ընտրական օրենսգիրքը պաշտպանողների դիրքերից։ Իսկապես դա զարմանալի էր, բայց մի քանի հանգամանք էլ նշենք այդ մասով։ Երբ ընտրական օրենսգրքով նախատեսվել էր, որ ցուցակները ընտրություններին մասնակցած անձանց պետք է հրապարակվեն, որպես վերիֆիկացիոն մի նոր մեխանիզմ կամ լրացուցիչ գործիք, այն հիմնականում վերաբերում էր արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին, հնարավոր այն դեպքերին, որ իրենց փոխարեն հնարավոր է մեկը քվեարկել է։ Բարձր դատարան մի կարևոր բացահայտում անում։
Այլևս նշված ցուցակները Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ մեկը չի կարող ներբեռնել եւ ծանոթանալ դրանց։ Այլևս այն միայն Հայաստանի Հանրապետությունում է հնարավոր դիտարկել։ Սա լավ է, թե վատ է։ Կարծում եմ վատ է, որովհետև պարզապես իմաստազրկել է նշված գործիքը։ Բարձր դատարան, մենք դատաքննության ընթացքում բարձրաձայնել էինք 80,000 չաշխատող անձնագրերի խնդիրը։ Մենք բարձրաձայնել էինք ոչ հրապարակային ցուցակներում շուրջ 17,000 հայրենակիցների քվեարկության խնդիրները։ Օրինակ 80,000 չաշխատող անձնագրերի վերաբերյալ մենք լսեցինք, որ սա Հայաստանում ընտրական գործընթացների տեսանկյունից պատմական նվազագույն ռեկորդային ցուցանիշն է, լավ իմաստով։ Իսկ կարող էր նույն այդ պատմական ռեկորդային ցուցանիշը հասներ 10,000-ի։ Կարող էր, թե ոչ,